Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրիլա խաղատունը շահագործող Օնիրա Club ՍՊ-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած փաստաթղթի համաձայն, դրա համար հիմք է ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի 2026 թվականի հունիսի 8-ի միջնորդությունը և հունիսի 3-ին կազմված ստուգման ակտը։ Ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ, նշված է հրամանի մեջ։ Այն կարող է բողոքարկվել վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից՝ հունիսի 23-ից երկամսյա ժամկետում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է միակողմանի լուծել Մուլտիվելնեսի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Բացի այդ, ուսումնասիրություններ են իրականացվում Ծառուկյանին առնչվող մյուս ընկերություններում ևս։